Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, նորից Tech Shop-ին է եւ դուք լսում եք Tech համային հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրերն են Hybrid Technologies լաբորատորիաների տնօրեն Արթուր Խաչատրյանը եւ բիոինժեներ Բագրատ Բաղդասարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Մարիամ ջան։ Կուզեմ սկսենք հենց ընկերության մասին մեզ պատմեք, ինչու Hybrid Technologies, հա, անվանումը որտեղից է գալիս, երբ եք ստեղծվել եւ ինչով եք զբաղվում։ Այո։ Մարիամ ջան, մենք ստեղծվել ենք 2021 թվականին, մեր կազմակերպության անվանումը Hybrid Technologies բացվում է մեր կողմից որպես հայկական կամուրջներ, որը որ հին բժշկությունը եւ նորագույն տեխնոլոգիաների բժշկությունը միավորում է միմյանց։ Բացվել ենք 2021 թվականին, մեր նպատակը ի սկզբանե եղել է մեր զինծառայողներին օգնելը, որը որ մարդու կյանքի որակն է փոխում, հա, այսօր մենք արտադրում ենք անհատական իմպլանտներ, օրգանիզմի մեջ տեղադրվող իմպլանտների մասին է խոսքը, որոնք փոխարինում են կոտրված կամ ախտահարված ոսկորներին։ Այսօր ունենք բազմաթիվ արդեն кейսեր, մոտ 80-ից ավել զինծառայողների մեր կողմից տրամադրվել են անվճար իմպլանտներ եւ մինչ այսօրս էլ պատրաստ ենք նմանատիպ кейսերի քննարկմանը, հա, որով կարողանում ենք մենք օգնել։ Եվ այսօր Hybrid Technologies-ը նաեւ զարգացնում է բժշկական туриզմը Հայաստանում։ Կուզեի մի քիչ պատմեիք հենց տեխնոլոգիական մասից, հա, իր բիոինժեներական կոմպոնենտից։ Ինչով է առանձնանում այլ նման իմպլանտներ արտադրող ընկերությունից ու որն է հենց ձեր ընկերության հիմնական այդ առանձնահատկությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Դե մեր կազմակերպությունը ի սկզբանե սկսել է իր աշխատանքը բժշկական բնագավառում ֆունկցիոնալ վերականգնումներից, այսինքն մենք աջակցում ենք պատերազմի ժամանակ տուժված զինծառայողներին տարատեսակ ոսկրային բարդ վնասվածքները անհատական լուծումներով շտկելու համար։ Բայց հետագայում ոնց որ բոլոր տեսակի ֆունկցիոնալ վերականգնումների մեջ իր տեղ ուներ էսթետիկ կոմպոնենտը եւ այդպես կազմակերպությունը զարգացավ եւ անցում կատարեց նաեւ էսթետիկ բժշկության բնագավառում իր մեջ ներառելով բազմաթիվ բժշկական ճյուղեր, որոնցից են նեյրովիրաբուժությունը, այսինքն գլխի եւ ողնաշարի հետ կապված դիմացնոտային շրջանի վիրաբուժությունը, օրթոպեդիկ տրավմատոլոգիան, միկրովիրաբուժությունը, այսինքն եւ նաեւ կոսմետոլոգիան։ Այսինքն բոլոր այն հատվածները, որտեղ որ կա ոսկրային տարատեսակ խնդիրներ, դա լինի հիվանդության հետ կապված, վնասվածքի հետ կապված, սխալ ձևավորված ոսկրերի ճիշտ շտկման համար նախատեսված իմպլանտները եւ նաեւ մաշկի հետ կապված յուրաքանչյուր ռելիեֆային խնդիր, որը որ պացիենտի ինքնավստահության մակարդակի վրա ազդում է եւ ուզում է դրա լուծումը ստանա, մենք այդ ամեն ինչով զբաղվում ենք եւ բոլոր լուծումների մեջ ի տարբերություն այլ կազմակերպությունների մենք հաշվի ենք նստում ոչ միայն անհատական պացիենտի մակարդակով, այլ նաև հաշվի ենք առնում, թե ինչ վիրաբուժական մուտքեր է իրականացվելու, ինչ գործիքակազմ ունի վիրաբուժը, այսինքն մեր իմպլանտները անհատական են թե պացիենտի համար, թե բժշկի համար։ Աշխատում ենք այսօր բազմաթիվ բժշկական կենտրոնների հետ, բոլորի հետ էլ նույնպես պատրաստ ենք աշխատել ու ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Եվ պարտավոր եմ իհարկե մեր ռադիոլսողներին հայտնել, որ մեր կազմակերպությունը եւ դա ոչ միայն մեր կազմակերպության հաղթանակներ, այն երևի թե Հայաստանի մակարդակով Հայաստանի անունը բարձրացնող բժշկական խնդիր էր, որին լուծումը մենք տվեցինք, ստեղծելով աշխարհի առաջին եւ մինչ օրս միակ 4D գանգի իմպլանտը։ Ինչու 4D, որովհետեւ այն հնարավորություն ունի առողջ կողմի հետ համարժեք եւ նույն արագությամբ աճ գրանցի, պահպանելով երեխայի հայլային սիմետրիկը,
այսինքն գանգի աջ եւ ձախ հատվածները որ լինեն սիմետրիկ։ Դա հատկապես կարևոր էր, որովհետեւ երեխան աղջիկ երեխա էր եւ մեր կողմից դա հնարավորություն եղավ տրամադրել այդ իմպլանտը նաեւ անվճար։ Քանի տարի արդեն տեղադրված է իմպլանտը։ 3 տարի առաջ ենք, մոտավորապես 3.5 տարի առաջ ենք տեղադրել, մինչ օրս մենք մշտական հսկում ենք երեխայի առողջական վիճակը, իրականացնում ենք անվճար կատե հետազոտություններ եւ ստուգում ենք թե ինչ արագությամբ է աճում, արդյոք սիմետրիան պահպանվում է թե ոչ եւ ունենք բոլոր առումներով եւ սա հատկապես կարեւոր է նրա համար, որ 3 տարի առաջ տեղադրած իմպլանտը մինչ օրս աշխարհի ոչ մի հատվածում ոչ մեկի մոտ չի հաջողվել կրկնել այն։ Իսկ ինչու է այդ իմպլանտի առանձնահատկությունը։ Ինչպես է ստացվում, որ ինքը մեծանում է, ինչ նյութից է պատրաստված, ինչ մեխանիզմ է գործում։ Ինքը պատրաստված է բժշկական տիտանի համաձուլվածքից 3D տպագրության շնորհիվ եւ իր առանձնահատկությունը կանում է նրանում, որ մեզ մոտ հնարավոր է դարձել հաշվարկել գանգի մեծանալու արագությունը, մեծանալու ուժերը, ամեն ինչը ֆիզիկական մակարդակով հաշվարկել եւ տրամադրել այդ իմպլանտը, որը որ նախատեսված է ցմահ գրելիության։ Այսինքն եթե չլիներ այդ իմպլանտը, երեխան ստիպված կլիներ տանել բազմաթիվ վիրահատություններ կյանքի ընթացքում, որոնք էականորեն վնասում են կյանքի որակին եւ երեխայի ինքնադրսևորման, ինքնագնահատականին եւ հասարակության լիարժեք մասնիկ դառնալու գաղափարին։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ հենց այդ նյութը, որով պատրաստվում է իմպլանտը, հենց դուք եք մշակում ու 3D printer-ով տպում, այսինքն այդ ամբողջ process-ը արվում է Հայաստանում, թե պատվիրակում եք այլ երկրների ինչ-որ լաբորատորիաների։ Ոչ, այդ առումով կարող ենք ասել, որ մենք բացառիկ կազմակերպություն ենք Հայաստանում, որ ամբողջովին իրականացնում ենք Հայաստանում, դե բացի հունքից, ինժեներական մասով նախագծվում է, ամեն ինչը հաշվարկվում է, իրականացվում են սիմուլյացիաներ համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ եւ հետագայում արդեն անցնում է արտադրական մասի։ Արտադրական մասում մեր մասնագետները արդեն իրականացնում են տարատեսակ մշակումներ եւ պատրաստում ենք այդ տիտանի իմպլանտները։ Իսկ ինչու տիտան, որովհետեւ տիտանը ինքը նախ ամուր է 10 անգամ ոսկրից մարդու, մենք հնարավորություն ունենք տիտանի շատ մանր դետալներ արտադրելու, որոնք կունենան բարձր ամրություն եւ ինչը շատ կարեւոր է, տիտանի իմպլանտները իրանք ունեն ոսկրի հետ սերտաճելու հատկություն, այսինքն նույնիսկ հիմիկվա դրությամբ մենք հնարավորություն ունենք երեխայի կատեի մակարդակով տեսնել, թե ինչպես է տիտանը ծածկվում ոսկրային շերտով։ Եվ մոտավոր հաշվարկներով մեզ համար պարզ է դարձել, որ այդ իմպլանտը չափած դառնալուց հետո ամբողջովին կարող է ոսկրակալվել։ Իսկ լինում են դեպքեր, որ մարմինը չընդունի այդ մետաղը ու չկարողանաք այդ իմպլանտը տեղադրել։ Թեորիապես դա հնարավոր է, բայց գրականության տվյալների վրա հիմնվելով կարող եմ ասել, որ դա 0.5%-ից քիչ հավանական տարբերակ է, էլի։ Արթուր, կուզեի նաև մի քիչ պատմեիք ձեր այլ ճյուղերի մասին ու մասնավորապես բժշկական туриզմի, հա, ինչ երկրներից են ձեզ դիմում ու ոնց է այդ process-ը դուք տանում առաջ։ Այո, սիրով շնորհակալություն հարցի համար։ Բժշկական туриզմի հետ կապված մեզ դիմել են ԱՊՀ երկրներից, Միացյալ Նահանգներից, նաև ինչու՞ չէ Եվրոպայից։ Օրինակ բերեմ մի кейսի մասին, որը որ Ղազախուհի մի աղջիկ էր, դիմել էր 7 երկրներ
իրեն ասել են, որ պետք է այցելի այդ երկրներ, անցնի հետազոտություններ, որից հետո կարողանան առաջարկ անել, թե ինչ լուծում կարող է լինել իր кейսի հետ կապված։ Իր դեպքը եղել էր ավտովթարից, ավտովթարի հետևանքով ստացել էր կոտրվածներ դիմածնոտային հատվածում, հոտի մակարդակով եւ ծնոտի։ Եվ իրեն խորհուրդ էին տվել նաև Ղազախստանից, որ կա Հայաստանում այսպիսի լաբորատորիա, որը զբաղվում է անհատական իմպլանտների արտադրությամբ, կապվել էր մեր հետ, ուղարկել էր իր կատեն, մեր բիոինժեները արդեն հետազոտել էր ինչ լուծումներ կարող ենք տալ իրեն, եւ մինչեւ իր Հայաստան գալը անգամ մենք արդեն կարողացել ենք կազմակերպել իր իմպլանտի նախագծումը, արտադրությունը եւ նաեւ ձեռք ենք բերել պայմանավորվածություն դիմածնոտային վիրաբույժի հետ, որպեսզի կազմակերպենք վիրահատությունը եւ ունեցանք շատ բարձր արդյունքներ, որը որ շատ գովելի էր նաեւ մեր Հայաստանի համար, որ կարողացանք նաեւ ունենալ այդպիսի լուծում։ Արդյոք բարդ էր դիմացնոտային իմպլանտ տեղադրելը, այսինքն ընդհանուր մշակելը եւ տեղադրելը, որովհետեւ կարծես ինքը ահագին բարդ ֆունկցիա ունի ու բարդ կազմվածք ունի, այդ մասով կպատմեք մի քիչ։ Դե պետք է նշեմ, որ քունքսդորձնոտային հոդը ինքը օրգանիզմի ամենաբարդ հոդն է հանդիսանում, քանի որ ունի 2 հոդամակերես եւ սահող հոդա, ի տարբերություն մնացած հոդերի, եւ շատ բարդ է ինքը վիրաբուժական առումով, քանի որ այդ հոդի վրայից հոդի եւ մաշկի արանքում կան բազմաթիվ անոթներ, նյարդեր, որոնք կարող են վնասվելու դեպքում բերել դեմքի ծրվածության, բայց բժշկի հետ քննարկելով, Նորայր Միքայելյանի հետ քննարկելով մենք ստացանք այն ծրագիրը, թե ոնց պետքա գործենք, որ կողմից պետքա իրականացվի ներմուծումը, որ ռիսկը լինի մինիմալ, որ մենք կվնասենք ինչ-որ մի բան, ոնց պետք է իրականացվի անհատական հաշվարկները ծամելու հետ կապված եւ մենք ստացանք այն արդյունքը, որ վիրահատությունից 2 շաբաթ անց այդ աղջիկը եկավ մեզ մոտ եւ տվեց ինտերվյու, խոսալով, պատմելով, ժպտալով ու առանց դեմքի ինչ-որ տեսանելի խնդիրների, այսինքն մեզ մոտ դա ստացվեց շատ կարճ ժամանակում, այնքան կարճ, որ երբ որ ինքը եկավ Հայաստան, այդ իմպլանտը արդեն իսկ պատրաստ էր եւ 3 օր անց մենք մտանք վիրահատարան։ Դուք process-ին ներկա եք լինում վիրահատության։ Այո, ես ինքս մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժ եմ եւ բազմաթիվ դեպքերի ժամանակ, երբ որ անհատական իմպլանտներ են տեղադրվում, ես մասնակցում եմ վիրահատության։ Ինչ եք կարծում, մոտ 10 տարի հետո, եթե դիտարկենք hybrid technologies-ը, որտեղ կլինի այն, որն է ձեր այդ տեսլականը հիմնական։ Շատ լավ հարց էր, Մարիամ ջան, կուզեմ սկսել մի քիչ բացվելու տարեթվից, մեր տեսլականը ոնց է եղել եւ ընթացքում ինչ ձև է փոխվում, Սկզբում մեր տեսլականը այն էր, որ օգնել կարիք ունեցող զինծառայողներին, հետագայում մենք տեսլական դրեցինք մեր համար, որ ունենանք ISO ստանդարտացում, որպեսզի մեր արտադրանքը ամբողջությամբ համապատասխանի եվրոպական միջազգային ստանդարտներին եւ սիրով ուզում եմ այսօր նշել, որ մենք ստացանք մեր ISO ստանդարտացումը, 13485 ISO ստանդարտին համապատասխանում է հybrid լաբորատորիան, որը մեզ թույլ է տալիս նմանատիպ գործունեությամբ զբաղվել, արտադրել անհատական իմպլանտներ, որոնք օգտագործվում են մարդու օրգանիզմի մեջ, եւ հաջորդ 10 տարվա մեր տեսլականը կայանում է նրանում, որ բացենք ֆիլիալներ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ընդլայնվենք դուրս գալով Հայաստանի սահմաններից, նաեւ ներկայացնենք Հայաստանը որպես հայկական լաբորատորիա, հայկական արտադրանք։ Հետագա 10 տարվա ընթացքում, քանի որ մենք նաեւ հասկանում ենք, թե ինչպես են մտածում պացիենտները, ինչ խնդիրներ ունեն, պացիենտը ունի վստահության խնդիր, այսինքն հաճախ չգիտի որտեղ դիմի։ Դա ոչ միայն Հայաստանում է, դա նաեւ ամբողջ աշխարհում է այդպես, եւ մենք պատրաստվում ենք ավելացնել այն վստահությունը, ինչ որ մենք արդեն իսկ ունենք ամբողջ աշխարհի մակարդակով եւ
լինել բժշկական туриզմի կիզակետային կենտրոններից մեկը, որը հնարավորություն կտա պացիենտներին հասկանալ, որ եթե իրանք դիմել են մեզ, իրանք կստանան իր խնդիրների լուծումը լավագույն վայրերում, լավագույն մասնագետների կողմից։ Եվ դրա համար իսկ մենք արդեն իսկ համագործակցում ենք տարբեր բժշկական туриզմի ուղղությամբ զբաղվող կազմակերպությունների հետ եւ ինքներս ենք այդ ճյուղով զբաղվում։ Այսինքն անկախ նրանից թե քանի կազմակերպություն կզբաղվեն բժշկական туриզմով, միևնույնն է Հայաստանը ունի այն ռեսուրսը, որ ինչքան էլ այդ կազմակերպությունները ավելանան, շատանան, մենք իրանց հետ աշխատենք, միևնույնն է Հայաստանի բժշկական թիմը հնարավորություն ունի այդ բոլոր պացիենտներին ընդունելու, խնդիրներին լուծում տալու, թե մասնագիտական, թե տեխնոլոգիական մակարդակով։ Դուք նշեցիք, որ պատրաստում եք անհատական իմպլանտներ, անհատականացված, հա, այլ տեսակի իմպլանտներ եւս գոյություն ունեն եւ ինչու է տարբերությունը։ Շնորհակալություն հարցի համար, Մարիամ ջան, անհատական իմպլանտները իրենք անհատական են պացիենտի անատոմիային, ճշգրիտ են, ճշգրտությունը մոտավորապես կազմում է 0.01 մմ։ Իսկ ստանդարտ իմպլանտները իրենք կամ պետքա պացիենտին հարմարեցնել այդ իմպլանտին, կամ պետքա վիրահատարանի ներսում ինչ որ մի կերպ իմպլանտը հարմարեցնել, բայց վիրահատարանի ներսում բազմաթիվ սահմանափակումներ կան եւ մենք ունենք ճշգրտության շատ մեծ խնդիր։ Ստանդարտ իմպլանտները իհարկե լավ էին միջև տեխնոլոգիաների զարգանալը, այսինքն դա լավագույն լուծումներ միջ անհատական իմպլանտները, բայց այժմ իրենք արդեն տեղը զիջում են ու զգալիորեն զիջում են անհատական իմպլանտներին։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ։ Հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, դուք լսում կամ դիտում եք 106.5 հաճախականությամբ գործարար ալիք ռադիոն եւ եթերում է Tech համայնք հաղորդաշարը։